Ես Կարեն Արայանն եմ։ Ես ջուհուդ չեմ։ Ես հայ եմ ծնունդով Երևանից, արմատներով Վանից, Մուշից ու Նախիջևանից։ Ես աղանդավոր չեմ։ Ես գիտեմ Արարչին ու ապրում եմ նրանով առանց կրոնների ու հովիվների։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Կրեմլի, Արևմուտքի, Արևելքի, Եվրոպայի, ԱԱՑ-ի կամ մեկ այլ անձի կամ կառույցի պրոյեկտը չեմ։ Ես ձևավորված ու բաղկացած եմ իմ հայի գենից, առաջնորդվում եմ իմ արյան կանչով ու Արարչի կամքով, ու եթե պրոյեկտ եմ, ապա միայն իմ հայ ժողովրդի։ Ես օդից չեմ հայտնվել հայ հասարակության մեջ։ Ես ծնվելու մեծացել եմ Երևանի Աչափնյակ թաղամասում, որտեղ գիտեմ բոլորին ու բոլորը գիտեն ինձ։ Ես երբեք ոչ մի անբարոնյութ չեմ հրապարակել, այլ դատվել եմ բացառապես զրպարտանքի հիման վրա ու առանց որևէ փաստի ու ապացույցի։ Ես իմ բոլոր սիրած գործերը, արվեստը, ուրախությունը, բարեկեցությունը, կարիերան ու անձնական կյանքը մղել եմ երկրորդ պլան հանուն իմ հայ ազգի ու հայրենիքի։ Ես երբեք ու ոչ մի հարցում չեմ ստել ու չեմ խաբել իմ հայ ազգին ու ժողովրդին։ Ես աթոռակռիվ չեմ անում, ես ձգտում եմ յուրաքանչյուր հայի կյանքի սրբության հաստատմանը, յուրաքանչյուր հայի բարեկեցիկ կյանք ունենալուն, յուրաքանչյուր հայի ըստ արժանավույնի գնահատված լինելուն ու Հայաստանի դիրքի ու տեղի բարձրացմանը աշխարհում, որը հնարավոր է միայն իմ ազգի վստահությամբ իշխանություն ունենալու դեպքում։ Ես ձգտում եմ մեծ հայքի իմ հայրենիքի համար ու ոսկե դարի իմ հայ ազգի համար։ Ես իմ ժողովրդի որդի եմ ու ոչ մեկիս տվերը չեմ։ Ունեմ միայն մեկ հարց. եթե ես տեղ չունեմ իմ ժողովրդի մեջ, ապա ում է մնացել այդ տեղը։ Բարև հայր ջան, այսօր 2025 թվականի հոկտեմբերի 16-ն է։ Մի քանի բան ունեմ, թե խոսալու, թե ասելու, հայտնելու, կիսվելու, դրա համար նախ ասեմ ինչից եմ խոսալու, այսօրվա բնականաբար Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակից, արտախորհրդարանական ընդդիմությունից, այս չգիտեմ ոնց հայտնվող ամեն օր վարչապետի թեկնածուներից ու եթե հիշում եք Ալեն Սիմոնյանի այն հայտնի հոդվածի հետ կապված Սփյուռքի մեր լույսի բանակի անդամները դատարան էին դիմել պատասխան ուզելու։ Այս ամենի մասին սենց հնարավորինս կարճ կփորձեմ խոսալ։ Ուրեմն նայեք, եկեք սկսենք մեր այսօրվա վիճակից, ես մի քանի օր առաջ հաղորդման հյուր էի, այսինքն 2 օր առաջ, ու այս թեման շոշափվեց, երևի վաղը կամ մյուս օրը այդ հաղորդումը արդեն դուք էլ կարաք տեսնեք Համլետ Ղուշյանի մոտ։ Մեծ թեմա շոշափվեց, որը բերեց այն մտքի, որով ուզում եմ հիմա ձեր հետ կիսվեմ։ Այս թեման իմ համար շատ մեծ ցավ է ու ես ամեն անգամ փորձում եմ ինձ համոզել, որ չէ, դա տենց չի իրականությունը, տենց չի, բայց ցավոք իրականությունը պարզվում է ավելի իրական, քան իմ երևակայությունը։ Խոսքը մեր հանրության, մեր հասարակության քաղաքականապես չկրթված լինելու մասին է։ Ես պատկերացնում եմ 2026 թվականի ընտրությունները, թե ոնց են գրեթե բոլոր թեկնածուները փորձելու ձեզ հերթական անգամ դնել հիմարի տեղ, իսկ ինչի համար, որովհետև դուք եք դա թույլ տալիս, նախ շատ ու շատ բաների ձեր չիմացությամբ, երկրորդը տրվելով այդ քաղաքական թեկնածուների մանիպուլյացիաներին, ընկնելով իրենց ալիքի տակ առանց օգտագործելու սեփական միտքը ու վերլուծական ընդունակությունները, տեսեք խոսքը ինչի մասին է, ես հիմա ուզում հարցս ուղեմ յուրաքանչյուր հայ մարդու
անկախ նրանից ինքը ընտրելու իրավունք ունի թե չէ, բայց օրինակ ինքը իր համար ունի թեկնածու։ Ես ուզում եմ այս հարցը ուղղել ոչ թե պատասխան ստանալու համար, ես չեմ ուզում այդ պատասխանը, դուք ձեզ պատասխանեք, եթե հետաքրքիր պատասխան ստացվի, ինչի՞ չէ, նաև կիսվեք։ Դուք ուզում եք Նիկոլին փոխարինել նոր վարչապետով։ Հայտնվում են սենց են, որ նայում ես, ում ալիքը նայում ես, ամենտեղ ինչ-որ մի հատ նոր վարչապետի թեկնածու է։ Ես այն անգամ էլ գրեցի, անկեղծ չեմ հասկանում, այդ ոնց է ալնում, ասենք, իրանք իրանց շատանում են, իրանք իրանց հռչակում են վարչապետի թեկնածու, թե կնքող ունեն, ինչ-որ ծիսակարգ են անցնում, պարզվում է իրանք վարչապետի թեկնածու են։ Ես չեմ հասկանում այս պահը, ոնց է, ինչի վրա է հիմնված, բայց ամեն դեպքում ես ուզում եմ խոսել մաքսիմալ անկեղծ բոլորիդ հետ, ու անկախ նրանից ում դուրը դա կգա, ում դուրը չի գա, ամեն դեպքում իմ խիղճը հանգիստ կլինի, որ ես բաց պարզ իմ հայազգի հետ խոսացի։ Մի հատ բոլորդ, ամեն մեկդ, հենց հիմա մի հատ հիշեք նրան, ում ուզում եք տեսնել վարչապետի պաշտոնին, համեստ մարդկանցից սկսած մինչև այն որ Oriflame-ի գործակալների պես որտեղ մտնում են իրաց տեխնացուի անուն են գրում։ Այս ինչը վարչապետ, հասկացանք։ Մի հատ դուք ձեզ հարց տվեք, դուք ընտրել եք տվյալ տեխնացուին, անկախ նրանից ով ուզում ա լինի, ես եմ դա, թե մեկ ուրիշը, ով ուզում ա լինի։ Մի հատ դուք ձեզ հարց տվեք, իմ կամ այն մյուսի, ինչն եք ընտրում։ Ես ուղղակի կխնդրեմ ձեզ անգամ գրեք այս հարցը ու պատասխանել հետը, որպեսզի ավելի հստակ լինի։ Ու այս գործողությունը արեք հանուն Հայաստանի։ Ես հիմա կասեմ սրա կարևորությունը ինչումն է։ Դուք ընտրում եք օրինակ ինչ-որ մեկին, ինչի համար, որ ինքը ինչ կարա անի օրինակ։ Հիմնվում եք մենակ բանավոր խոսքի վրա, որ ասում է ես սենց կարամ, ես նենց կարամ, ես այս գիտելիքն ունեմ, այն ունեմ ու վերջ։ Ուր եմ տանում խոսակցությունը։ Ես ուզում եմ հասկանալ իմ ազգը, դուք, հայեր ջան, ուզում եք ընտրեք ինչը, գալստուկ, ուղղակի գալստուկ, կոստյում եւ գալստուկ, լավ սիրուն վարչապետ է, սազում է։ Ուզում եք վարչապետ ընտրեք հստակ հայ արժեքու, հայ թշնամին, որն է, հայ ընկերը, որն է այսքանը հասկացողին։ Ուզում եք ընտրեք մեկին, ով իրապես ձգտում է Հայաստանի ինքնիշխանության, մեծ հայքի վերականգնման եւ այլն։ Ուզում եք ընտրեք մեկին, ով սա տարբերակներ եմ առաջարկում, էլի։ Միգուցե դուք ձերն ունենաք։ Ուզում եք ընտրել մեկին, ով ուղակի սենց ոսկեղենիկ հայրենի է տիրապետում ու ավել ոչ մի բան, ընդամենը այդ։ Թե ուզում եք ընտրեք մեկին, ով անկախ իր դեբիլ ելնելուց, բայց ինքը ունի, ասենք, դիպլոմ, պաու, դիպլոմ ունի ինքը, իրան ընտրենք։ Թե ուզում եք ընտրել մեկին, ով անկախ նրանից ինքը սրիկա է, թե չէ, բայց կարևոր ունի քաղաքական անցյալ, եկեք իրան ընտրենք։ Ուզում եք ընտրեք մեկին, ով ընդունակա, չգիտեմ, ընտանիքներ մտնել խառնելու, ինքն է ձեզ դուր գալի որպես երկրի ղեկավար։ Ուզում եք ընտրել մեկին, ով կարողանում է քֆուր տա հանրային կերպով։ Ուզում եք ընտրել մեկին, ով հանրային կերպով կարող է դառնա ծաղրի առարկա։ Թե ուզում եք ընտրել մեկին, ով չգիտեմ, սա տարբերակները շատ են։ Ու որ տարբերակը կընտրեք, ես ուղղակի խնդրում եմ ձեզ, ամենակարևոր հարցը տվեք ձեզ։ Երկու հարց։ Դուք կուզեք, որ ում ընտրում եք, նորից եմ կրկնում, դա կլինեմ ես, թե ով ուզում է լինի, ձեր ընտրած, ձեր նախընտրած տեխնացու։ Դուք կուզեք, որ ձեր հարևանները, ձեր տանեցիները, ձեր հարազատները, բոլորը ում հետ դուք շփվում եք, լինեն ճիշտ նրա նման, ում դուք ուզում եք տեսնել երկրի ղեկավար, ամեն ինչով իրան նման լինեն։ Մի հատ վերլուծեք, այդ ում որ ընտրել եք, որ կուզեք իրան նման լինեն բոլորը։ Վախկոտ է, գռեհիկ է, անշնորհք է, իրոք հային սիրում է թե չէ, եթե հա, ապա որն է դրա հիմքը, որ դուք մտածում եք, որ ինքը հայ է սիրում կամ Հայաստան։ Իրա որ արածի հիման վրա, զուտ են որ խոսքի on-line sense վիդեո անելու վրա, թե իրոք ինչ որ արած բաների։ Այս ամեն ինչը ես խնդրում եմ ուղղակի, մի հատ վերլուծեք ու հասկացեք ում ու ինչի համար եք ուզում ընտրել։ Որովհետև ուզեք թե չուզեք, ում էլ որ ընտրեք։ Տեսեք, այսօր Նիկոլն է, ես չեմ ընտրել Նիկոլ։
Բայց անկախ նրանից դուք ընտրել եք թե չէ, դուք 18-ին դուրս եկել եք թե չէ, ի սկզբանե դեմ էիք թե ոնց, մինչև հիմա կողմնակից եք, կապ չունի։ Այսօր յուրաքանչյուրս դուք ձեզանից ամեն մեկը, ես, մյուսը աշխարհի ործայր ուզում ես գնա, քեզ նայում են որպես ֆիլտր Նիկոլի, այսինքն Նիկոլ են տենում։ Դա քո դեմքն է, դու ուզես թե չուզես, վաղը կլինի, ասենք 3 Նիկոլից առաջ Սերժն էր, քո դեմքը ամենտեղ Սերժ էր։ Ու վաղը ով լինի, քո դեմքը լինելու է դա։ Հիմա մի հատ նորից վերանայեք ձեր տեխնացուներին, ու մի հատ նորից ձեզ հարց տվեք։ Կուզեք, որ ձեզ նայեն որպես Իրան։ Եթե հա, ուրեմն ձեր ընտրությունը ճիշտ է։ Եթե իրոք հա, սրտանց հա։ Եթե չէ, ուրեմն ձեր ընտրությունը սխալ է։ Որովհետև ուզեք թե չուզեք, ում էլ որ ընտրեք, ով էլ լինի երկրի ղեկավար, մենք բոլորս դառնալու ենք ինքը, անկախ նրանից, իրան սիրում ենք թե չէ, ընտրում ենք թե չէ։ Ես ուզում եմ, որ սա բոլորը հասկանան ու քաղաքականապես կրթվելը ինչումն է։ Հիմա հաջորդ հարցը ձեր ընտրած տեխնացուների հետ կապված։ Մեկը ընտրում է Քոչարյանին, մեկը ընտրում է Սերժին, մեկը նորից ընտրելու է Նիկոլին, այն մեկը նրա, այս նոր sense որ ամեն օր մի հատ նոր վարչապետի տեխնացու է, դրանք էլ հետը բոլորը միասին։ Ամենայն անկեղծությամբ դուք ձեզ հարցրեք ու տեսեք, որ ձեզանից երևի չգիտեմ, կես տոկոսն է, որ պատասխանը, չգիտեմ, կունենա թե չէ։ Ձեր ընտրած տեխնացուների քաղաքական դիրքորոշումը, ուղղվածությունը ո՞րն է։ Դեմոկրատա, սոցիալիստա, կոմունիստա, չգիտեմ ինչիստա, գիտեք, կամ լիբերալիստա։ Ես վստահ եմ, որ 99%-ը գաղափար անգամ չունի, թե իր նախընտրած տեխնացուն քաղաքական որ ոչի մեջ է պահելու երկիրը, ինքը ով է, դեմոկրատ է, ինչ է, ժողովրդավար է, սենց, չգիտեք։ Ոնց որ տեսեք լիքը մարդ չգիտեր Նիկոլը ով է, մինչև հիմա չգիտի, բայց Նիկոլ Գոռալով ապրում է։ Հետն էլ ասում մեր ազգային արժեքները եւ այլն։ Այն դեպքում որ Նիկոլի քաղաքական ուղղվածությունը լիբերալիզմն է, լիբերալիզմը էլ չէ, նեոլիբերալիզմ էլի։ Իսկ նեոլիբերալիզմը ենթադրում է ամեն ազգայինի մերժում, ինքը չի ճանաչում ազգային հասկացողություն։ Ու սենց լիքը բաներ, այս սա է որ պետք է քաղաքականապես կրթվել։ Ցավոք սրտի մեր հանրության մեծամասնությունը նայում է գիտեք ինչի, մարդու էմոցիոնալ լինելուն։ Ես ասեմ հենց իմ օրինակով, այն ուղերձներս, այն վիդեոները, որտեղ ես տրվում եմ էմոցիաների, ու մի գաղտնիք բացեմ, նույնիսկ էմոցիաներս են գիտակցված, բայց ամեն դեպքում այդ էմոցիաներով վիդեոները, ուղերձները, ելույթները ավելի լայն շրջանակներում են ճանաչելիություն ձեռք բերում ու դիտումներ հավաքում, քան այս սրանման վիդեոները։ Որովհետև շատ վաղուց, չգիտեմ ովքեր, ոմանք, առանձին, միասին, չգիտեմ, այդ ընդհանրապես կապ չունի, ստեղծեցին կարծրատիպ, որ հզոր քաղաքական գործիչ նա, ով կարում է լավ էմոցիոնալ, ինչ-որ սենց եռանդուն խոսք ունենա, բամբասի, գոռա, ղժա, էսանի, ենանի, ու մոտ դա լավ ստացվեց, ինքը դառնում է առաջատար։ Սենց ենք ընտրում տեխնացու, ոչ թե զուտ պետականամետ մտածելակերպով, ազգայնական մտածելակերպով կամ հստակ ազգային արժեքները պահպանող ծրագրերով։ Մենք չենք հարցնում են, բոլորը հարցնում են ծրագիր, բայց դրան չեն նայում։ Նայում են կոնկրետ անձին։ Եթե օրինակ ես կարամ բամբասեմ մեկի ընտանիքից, բամբասեմ այն, տեսեք ես ում քննադատում եմ, կապ չունի ինչ ֆորմայի մեջ։ Ես հիմքը դնում եմ քաղաքական գործունեության վրա, որ այս ինչ ես անում։ Ոչ թե չգիտեմ ուր եմ հասնում, որ ընդհանրապես ինչ չի հուզում ու չի վերաբերվում։ Ես վստահ եմ, եթե ես անցնեմ այդ ֆորմատը, ինչը երբեք չեմ անի, որովհետև ես նախ ինքս ինձ հարգում եմ։ Ես ավելի շատ հետևորդ կունենամ, ավելի շատ սատարող ու աջակցող կունենամ,
ընտրություններին եթե մասնակցեմ, օրինակ, հա, ավելի շատ ընտրող կունենամ։ Բայց ես չեմ ուզում, որ դա տենց լինի։ Ես ուզում եմ, որ բոլորդ նայեք մարդու խառնվածքին, ինքը իր ազգի համար ինչի է պատրաստ, ինքը իր հայրենիքի համար խոսքով չէ։ Գոնե մի անգամ ապացուցված գործով, գոնե մի։ Խոսքով դժվար խոսքով մեկը կարողանա խոսա ավելի սիրուն, ընտրի ավելի լավ մտքեր, քան ես չեմ ուզում հիմնվեք օրինակ իմ խոսքի վրա։ Ես ինչ խոսում եմ, դա ամփոփված ու ողողված ու հիմնավորված է իմ անցած ճանապարհով, այն ինչ ես արել եմ հայ ու Հայաստանի համար։ Ես դրա վրա հիմնվելով ասում եմ, այս sense պետք է արվի, ու ոչ թե ես չեմ անում, բայց ասում եմ պետք է արվի, այլ ես արել եմ, անում եմ ու իրավասությունը ունեցա ավելի մասշտաբային կանեմ։ Դրա համար ես ունեմ այդ իրավունքը խոսալու, ինչ անել ու ոնց։ Որը չգիտեմ, շատ անգամ ձեր հետ կիսվել եմ, ժողովուրդ, մեկ դուք ասեք ոնց անենք, ինչ անենք, խելքի տանք, բայց արածս ավելի շատ է, քան ասածս։ Դա յուրաքանչյուրը կփաստի, ով առաջի օրից մեզ հետևում է։ Ես ուզում եմ, որպեսզի իմ ժողովուրդը, իմ ազգը հստակ կողմնորոշվի ու հիմնվի գիտեք ինչի վրա։ Նայեք, ասեցի արտախորհրդարանական ընդդիմության հետ կապված բան կասեմ։ Այսօր որ նայես արտախորհրդարանական ընդդիմությունը, մեկը մեկի դեմ աշխատի, մեկը մեկի վրա մի բան անի, գտնի, խոսա, փնովի, բոլորի նպատակը գիտեք որն է, որ այդ արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտում մնան մենակ իրանք։ Okay, լավ։ Հիմա ձեր տեխնացուն ով կա։ Ես էլ հետը նորից եմ, ես ինչ ասում եմ, ես մեջն եմ։ Նես չի որ ինձ առանձնացնում եմ, ես ամենալավն եմ մնացած։ Չէ, ես էլ հետը։ Ես ուզում եմ անգամ իմ հանդեպ, բոլորի հանդեպ լինեք պահանջողական, պահանջատեր։ Ու պահանջեք ոչ թե անիմաստ բաներ, այլ ու ոչ թե ինձ անձամբ իրանից պահանջեք, այլ տեսնելով ձեր ընտրած տեխնացուին պահանջեք ձեզանից, ինչն եմ ուզում իրա որ երկիրս ինչ է անելու, ինքը որ մյուսը չի անելու ու ականջ փակեք զուտ խոսալու վրա ում թողես հիշեք Նիկոլը մինչև 18 թիվը աննես բաներ էր ասում որ այսօրվա լույսի բանակի ծրագիրը լրիվ համարյա իր ասածներն է ուղղակի ի տարբերություն իր ինքը ասեց ու բոլորիդ խափեց գցեց լույսի բանակը դա անելու է բայց ինչ հրաշք ծրագրերից էր խոսում չէ սպորտից մինչև ուր ասես տիկիններ դուրս գալի 18 թվին մեր Արցախը դա միշտ մերը լինելու է ասենք այդ խոսալը չի կարևոր մինչև ընտրություններ նայեք հիմա ում միացնես ասես օրինակ դու որ լինես վարչապետի վայ սրանքը դատեմ նրանքը Գյուլեմ Ալիևին կանչեմ կչրփեմ Արցախը կվերցնեմ ես գիտեմ ոնց կվերցնեմ բայց Արցախը գալու է այն ինչքան թույլ տեղեր ունեք կապնելով բերելու են նրան իրենց խոսքով մենակ որ ավելի համապնդվեք որպես իր սատարող ու աջակից ընտրություններին ընտրեք, ընտրվելուց հետո էլ պատում է իշ։ Այս բոլորիդ թույլ տեղերին կպնելը մի հատ մեխանիզմ է, որը արդեն օգտագործում են նաև դրամահավաքների ժամանակ։ Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը հասկանա, որ ձեզ օգտագործում են ուղակի դրամահավաքի համար, ընտրությունների համար դուք սրանց բոլորի համար ընդամենը թվականակ եք ու պորտման սա լավ իմացեք հեռու մի գնացեք նորից ով բացա թողի մտեք իմ Telegram ալիք մի քիչ կբարձրանաք մի քանի օրվա բանը նայեք ԱԺԲ-ն ոնց է բոլորիդ նուրբ տեղերին կպնելով իրանց դեբիլ հալով ձեզ դնում են դեբիլի տեղ իրանց կոմունալը վճարելու համար այս դրամահավաքի թեման առաջ տանելու ընթացքում խոսում են էլ Եռաբլուրի տղեկից, էլ Արցախից, էլ տեսեք Նիկոլը 4-րդ իշխանություն բան, Արարատ լեռը, Արցախը, Արցախի վերադարձը բայց հավաքում են իրենց կոմունալի, ասենք չգիտեմ, զուգարանի ջուրը շատ են քաշում, պետք է ջրի փող տան։ Ու լիքը մարդ այդ կուտը ուտում է, նույնը լինելու է ընտրությունների ժամանակ, ավելի սենց խորացված, ավելի բովանդակալից ամեն նուրբ ու բանին կպնեն, սենց դուք նայեք ինչ են արել, նորից եմ ասում, միշտ նայեք ով ինչ է արել ու ըստ իր այդ արածի երկրի ու ազգի համար։
Մեկ մտածեք, կուզեք ձեր ամբողջ շրջապատը դուք, ձեր տնեցիք, ձեր հարևանները, ով կա, լինեն իրաց դեմքով, իրաց նման, որտեղ ուզեք չուզեք տենց լինելու է, որովհետև իշխանությունն է թելադրում ճաշակ, մոտեցումներ, այն, ով կմտածեր օրինակ մինչև 2018 թիվը, որ մի օր հայ ազգը կարող է աչք փագի նրա վրա, տեսեք, սրբազաններ, քահանաներ, տանում, փագում, եկեղեցի են խուզարկում, չգիտեմ ինչ են, ով կպատկերացներ, ում հարցներ նույնիսկ այսօր Նիկոլ Գոռացողին, որ ասեր այսպես բան կլինի, մենք պատկերացրեք ինչ կպատասխան, ոնց կարա տես բանը լինի, կմորթենք, կփրթենք, եսի ինչ կանենք, չենք թողի, բան սենց, եկավ Նիկոլը այդ մտքերով, այդ գաղափարներով, իրականությունը իրա նման է, ինքն է թելադրում, ուզեք դա թե չուզեք, ուզում եք թելադրվի Հայաստանում իրականությունում ազգայնականություն, բարոյականություն, պատասխանատվություն, հայրենասիրություն, ու սենց լիքը լավ բաներ, ապա պետք է շատ լավ փնտրեք բոլոր թեկնածուների արածների մեջ, նորից եմ ասում, ձեր ականջները փակում եք, ոչ մի բառ չեք լսում ոչ մեկից, ով ինչ է խոստանում, ով ինչ վարկածները առաջ բերում, այլ ուղղակի նայում եք ինչ է արել ու մատնանշում եք մեկին, ասում եք այտես ինքը ինչեր է արել, ես ոնց իրան չընտրեմ, ես այսպես ղեկավար եմ ուզում, այդ արածով եթե կարողանաք մեկին գտնեք, ուրեմն ընտրեք, ուրեմն իրավունք էլ ունեք ուզենալու, որ բոլորը նմանվեն իրան, որ Հայաստանի իրականությունը նմանվի իրան, որովհետև ազգայնականը հայ մենտալիտետը պահողը, հայի արժեքները պահպանողը, անկախ նրանից, տեսեք, հիմա ինձ լսողների մեջ մեկըդ քրիստոնյա է, մեկըդ աթեիստ է, մեկըդ հեթանոս է, չէ, որ բայց ձեզանից ոչ ոք իրավունք չունի ասել, որ հայ արժեքների մեջ չի մտնում հեթանոսությունը կամ քրիստոնեությունը, գիտեք, դուք ուզեք թե չուզեք, ձեր հայրերը, մայրերը, տատեր, պապեր, նախնիները, մինչև են հեթանոսությունից եկեք մինչև այսօր, այն ժամանակ եղել են մեծամասնությունը հեթանոս, հետո քրիստոնյա ու այս հավատամքների ամեն ինչի վրա ձևավորվել է մտածելակերպ, մենտալիտետ, որը ուզեք թե չուզեք դաստիարակությամբ, արյունով, ձեր տեսածով, ձեր սովորածով ձևավորել է ձեզ։ Ու ձեզանից ով էլ այսօր գոռա, որ ինքը քրիստոնյա է ու չի ընդունում հեթանոսությունը, կամ ինքը հեթանոս է ու չի ընդունում քրիստոնեությունը, կամ ինքը աթեիստ է ու չի ընդունում ոչ են, ուզեք թե չուզեք, դուք բաղկացած եք որպես հայ ազգի ներկայացուցիչ, համ հեթանոսության, համ քրիստոնեության արժեքներից, դաստիարակությունից ու մենտալիտետից։ Սա անհերքելի փաստ է։ Հիմա ձեր թեկնածուների մեջ նայեք, այդ թեկնածուները, այդ երկուսն էլ վերցնում են որպես հայի պատմության ու իրականության արժեք, անկախ նրանից իրանք քրիստոնյա են թե չէ, հեթանոս են թե չէ։ Որովհետև պարտավոր ես հաշվի նստես այն արժեքների հետ, որոնք ներկայացնում է քո ազգը։ Ու դա մենակ կրոնը չի, դա մշակույթն է, դա անգամ սպորտն է։ Մենք տեսեք հաշվի նստող կա, դա գնահատող, հարգող, եթե հա ու դա է ձեր թեկնածուն, կեցեք։ Եթե չէ, մի հատ ձեզ հաշվետվություն տվեք, ինչ եք բերում ձեր երեխեքի գլխին։ Նայում եք գարստուկավոր այո ոչով խոսացողներին, ովքեր տեսնելով այսօրվա եկեղեցականների դատու դատաստանը, ձերբակալությունները, եկեղեցիների տգեղ տեսարանը, խուզարկությունների տհաճ ավելի շուտ, չնայած տգեղել, իրանք ոչինչ չեն անում ու գնում են ընտրությունների, որովհետև իրանք գնահատում են մեր արժեքները, եկեղեցին, Արցախը, բայց վռազելու բան չունեն։ Այ մարդ, դե հələ թող տերտերներին տանեն, փագեն, դե լավ, դե Արցախն էլ չկա, արխիվում ընտրությունները, մենք կհաղթենք ընտրություններով։ Ու մինչև գալիս է ընտրությունների օրը, վաղը եկեղեցականների փոխարեն կարան օրինակ, չգիտեմ, անցնեն հայոց լեզվի դասատուներին, թե դուք էս քանի գլխան եք հայոց լեզու եք դասավանդում, օրինակ էլի։
Բայց այդ տեխնատիոները սպասում են ընտրությունների, հույսները իրանք են, հա։ Այսօր իմ աչքի առաջ ես այսինքն վիդեոյով էլի իմ աչքի առաջա տեսնում եմ հոգևորականների դատերը, տեսնում եմ սրբազանների կալանավորում, եկեղեցու հանդեպ այն բան, ու ես ենթադրենք լավ, ես ուղղակի կողքից նայող քաղաքացի եմ, պետք է խոսամ իմ ընտրած տեխնատիոյից, ով պատրաստվում է ընտրությունների 2026 թվին, բայց ես իրան հարց չունեմ ասելու տեխնատիո, այսօր ինչ ես անում դրա դեմը առնելու համար, օրինակ հեղափոխության առաջարկ ունես, չունեն, որովհետև իրանց ընդհանրապես ձայներ է պետք, իրանց ժողովուրդ եկեք անկեղծ խոսանք, էլի որ ասում ծուռը նստենք դուզը խոսանք, ըստ ձեզ ես չեմ պատկերացնում, եթե ես ընտրությունների մասնակցեմ, ես ինչ կստանամ այդտեղ, ինչ որ մեկը կա, որ կարա ասի ոչ մի բան չես ստանալու դու, վստահ եղեք լիքը տեխնատիոներից անհամեմատ ավելի շատ ձեն կստանամ, ու ես կգնամ ընտրությունների ու չեմ խոսա հեղափոխությունից մենակ այն ժամանակ, երբ իմ համար չեմ ասում, տեսեք, կարևոր չլինի, ուղղակի ավելի կարևոր լինի իմ պաշտոնը, իմ ձայները, ընտրությունը ու գալուստուկը, քան օրինակ այսօրվա կատարվելիքը։ Ես չեմ կարող նայեմ այս ամեն ինչին, չեմ կարող հանգիստ տանեմ, ես չեմ էլ ասում ինձ պաշտոն պետք չի, լիքը ու ոչ թե լիքը, բոլոր հարցերը լուծելու համար պետք է միայն պաշտոն, որովհետև ձեզանից ով պաշտոն չունի ու դրան չի ձգտում, դուք բոլորից լավ գիտեք, որ դուք միշտ բողոքողի ու արհամարվողի դերում եք, դուք միշտ ինչ-որ խնդիր բարձրաձայնողի ու անտեսվողի դերում եք, միտինգ, հանրահավաք, գնացեք այնտեղ գոռացեք, տեսեք բանի, ծնողներից են արդեն սկսել ձերբակալել, դատել, որովհետև այդ մարդը փորձեց զուտ բողոքող ու արհամարվողի այդ ամպլուայից դուրս գա, վերջ չի կարելի գնացինք։ Եթե ուզում եք հարց լուծեք, պետք է ունենաք պաշտոն։ Այդ պաշտոնը պետք է տաք նրան, ով կարա իր խոսքին տեր լինի, ով գիտի դա ինչ բան է, ով նորից եմ կրկնում, ով իրապես ունի արած հայ ազգի ու Հայաստանի համար։ Ոչ թե նա, ով ասում է ես սենց կանեմ, նենց կանեմ, ոչ թե նա, ով ամենապատասխանատու պահերին ինքը ընդհանրապես անում է հայտարարություն, կամ չգիտեմ ինչ, ես են ձեր տեխնատիոները, ես այս պահին, ես չեմ ճանաչում մեկ ուրիշի, ով ասում է եկեք ընտրության չգնանք, եկեք անենք իրական ազգային հեղափոխություն, ու այդ ամեն ինչը անում է պատրաստակամությամբ, ոչ թե ուղղակի ասում է, որ ճիշտը դա է, ինքը պատրաստ է դա անի առաջնորդի։ Հիմա կարեք ասեք մեկին ինձանից բացի, մի հոգու, մի ուժի, ով հիմա պատրաստ է, ով երեք պատրաստ էր ու վաղը պատրաստ է, գնալ իրական ազգային հեղափոխության ոչ թե ընտրությունների։ Ես հերու հիմար մարդ չեմ, ես լավ եմ հասկանում, որ հեղափոխության փորձերը շատ ավելի մեծ ռիսկեր են պարունակում, շատ ավելի մեծ ջանքեր են պահանջում, քան ուղղակի sense նստեմ ու ծրագրերը բանա ներկայացնեմ, գնամ ինտերվյուների, գալիս դուկներով, բանով, այո ոչով էս ինչ, դի հեշտ է, մինչև գա ընտրությունը դե կգան կընտրեն, էլի ոնց է չլինի մի քանի հոգու գիպնոզացրած կլինեն, բան sense, չէ, ես բարդ ճանապարհն եմ ընտրում, ինչի համար, ոչ թե աննորմալ եմ դրա համար, ես էլ եմ ուզում հանգիստ, ամեն ինչ, sense, բայց միակ ճանապարհը իրական ազգային հեղափոխությունն է մի քանի պատճառով, նախ ինչքան շուտ դա լինի, այնքան շուտ էս արհավիրքից կպրծնենք, որ հələ այն ամենապրիմիտիվը, երկրորդը, գնալ ընտրության մեկի հետ ում վաղը փորձում ես մեղադրել ինչ-ինչ պետական ու ազգային հանցագործություններում, արդեն աբսուրդի ժանրից է, որովհետև այդ դեպքում ստացվում որ մենակ դու էիր դրան դեմ, իսկ ժողովուրդը կողմ էր,
Որովհետև եթե ժողովուրդը դեմ է լինում, աշխարհով մեկ ընդունված է, դուրս է գալի ըմբոստության ճանապարհով տվյալ անձին գահանկեց անելու, այսինքն հեղափոխության։ Ու հեղափոխություն, այո, նորից եմ կրկնում, առանց համանadrական կարգը խախտելու, առանց օրենքներ խախտելու։ Դա հնարավոր է, եթե բավարար քանակությունը դուրս գա։ Ովքեր բաց են թողել Լույսի բանակի պաշտոնական հայտարարությունը, նորից կրկնում եմ, որ Լույսի բանակը պատրաստվում է նորից այս կարճատև դադարից հետո վերսկսել վերածննդի շարժումը։ Ու ապրիլ-մայիս ամիսներին եղավ շատ լավ օրինակ բոլորին, որ ձեր չմասնակցության դեպքում, երբ դուք չեք մասնակցում, ոչ մի բան չի ստացվում, որովհետև շատերն էին տունը նստած, ասում են դե դուք մի բան արեք, նոր կմիանանք։ Շատ շատերը հիմնվեցին Սերժի Քոչարյանի ու Նիկոլի լրատվականների, մեկ էլ այդ լրատվականները վարող բջերի բանին, զրպարտանքներին մեր հասցեին։ Ինչ ասես կպցրին, ինչ անուն ասես, որ չկպցրին, այն որ աղանդավորից նայում են օրինակ օպերայում կանգնած են մեծ Նժդեհի նկարով ու Արտաշեսյանների դրոշով անունը դնում են աղանդավորական շարժում, ու դեբիլ չեն, ինչ են, բայց ցավը այդ չի, որ իրանք են դեբիլ, ցավը այն է, որ իրականում իրանք դեբիլ չեն, այլ ձեզ են դնում հիմարի տեղ։ Ու ավելի ցավոտ է, երբ ոմանք էլ դա այդ կուտը ընդունում են առանց հասկանալու, որ դա ոչ թե իմ դեմ է ուղված, այլ հենց այդ սուտը ընդունողի գիտակցությունն է վիրավորում, որովհետև զրպարտանքով ձեզ ստիպեն չմիանալ մի շարժման, որը հանում ձեզ է, առնվազն ձեզ հիմարի տեղ դնել է, որը դուք հալած կարագի պես ընդունում եք ու չեք միանում այն շարժումներին, որը բխում է միմիայն ձեր ընտանիքի, ձեր հարազատների ու ձեր երեխեքի շահերից, մեր հայրենիքի, մեր անցյալի արժեքների պահպանման, այսօրվա ու վաղվա շահերից։ Մենք նորից կփորձենք, ես չեմ հուսահատվում, ես չեմ կոտրվում, ինձ ոչ թե դժվար է, ինձ բացառվում է կոտրելը։ Այո, հիասթափության ալիք ունենում եմ, որովհետև ես էլ ձեր նման մարդ եմ, բայց դա շատ կարճ է տևում ու ես դա միշտ անվանում եմ կարճ դադար։ Հետո նորից իմաստված ինձ ուժ տալիս է, ես նորից ի վիճակի եմ նույն կայծով, նույն եռանդով շարունակել այն, ինչը սկսեցի, դրա վրա քաղեցի դասեր, ճանաչեցի ում պետք էր, թե ընկեր, թե թշնամի, ու այդ ամենը միասին վերցված որպես հիմք ու նոր ստարտ կատարվի վերածնունդ շարժման երկրորդ մեկնարկը։ Ուստեղ արդեն ամեն ինչ կախված է ձեզանից, հակառակ դեպքում գնալու եք ընտրությունների, միգուցե ձեր թեկնածուները մի քանի տենց թող ոչ մեկ չնեղանա, բայց դա տենց էլ կոչվում է, թուլափայ ձեներ, տենց տեղեր ստանան, գրավեն ազգային ժողովում ու վերջ։ Նորից մնա Նիկոլը, ուղղակի այս անգամ ձեր թեկնածուներից մեկը ամբյոնից կարողանա ասի, հեյ Նիկոլ, դու սխալ ես բան ու դու կիսվեք, ասեք հələ նայեք Նիկոլին ինչ արեց ազգային ժողովում, բայց արդյունքում ինչ մեկը Նիկոլն է։ Դժվար չի այսքանը վերլուծել, այսքանը հասկանալ ու կատարել ընտրություն։ Անդիմադիրներից արտախորհրդարանական ամեն մեկը ուզում է մնա ինքը, որ պայքարի, ինքը լինի, ինքը մնա։ Հիմա ցանկացածին պատկերացրեք ձեր ուզած թեկնածուն մնաց մենակ ինքը ոչ մեկ էլ չկա վсё հարց ինչ է անում գնում անդրությունների ընդհանրապես ես խնդրում եմ այս ամեն ինչը մանրուքներ են որ երբ դուք օգնում եք նմանին այդ պայքարի մեջ, հա, ասենք ինքը մեկին դեմ դուրս եկավ, դուք եք դեմ դուրս գա, լավ, մնաց մենակ ձեր ուզած թեկնածուն։ Ինչ անում, բացի ընտրությունների ձգտելը, ձեն փախցնելը, բացի ինչ որ sense մի հատ թուլափայ տեղ բռնելը ազգային ժողովում, բացի հանրահավաքները, բացի վիդեոները, բացի ասեք որևէ մեկին նորից պետք է շեշտեմ, սա անհամաստություն չի, սա փաստի արձանագրում է։ Նշեք որևէ մեկին, ով ինձանից բացի համ ասում է, համ փորձեց մի քանի ամիս առաջ, համ հիմա նորից փորձելու է, ու միակ առաջարկն է իր, ոչ թե ընտրությունների գնալ, այլ անել իրական ազգային հեղափոխություն։ Չկա։ Այսինքն ձեր թեկնածուները բոլորը ձգտում են ընտրությունների։
Նիկոլի, Քոչարյանի ու Սերժի հետ։ Դուք էլ գիտեք, որ Նիկոլի, Սերժի ու Քոչարյանի ունեցած ռեսուրսներով ձեր տեխնացուն շանս չունի։ Այո, շանս ունի անցնելու ընդամենը, ինչ որ մի հատ աթոռ զբաղացնելու որպես կոճակ սխմող։ Ձեզ կոճակ սխմողներ են պետք, թե ինչ։ Մեկ էլ նայեք ով ինչ ունի արած։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ։ Ու եթե անգամ կա մեկը տեխնացուներից, ով շատ բան է արել, մի հատ նայեք իր հնարավորությունների գոնե մի տոկոսն անցել է իր արածը։ Ու նայեք նրանց, ովքեր արել են իրանց հնարավորություններից տասնապատիկ անգամ ավելը, տուժվելով, տարբեր բարդություններով, հանուն իրանց հայ ու Հայաստանի։ Սա համարեք ինքնագովազդ, սա ինչ ուզում եք համարեք, ես արձանագրում եմ միմիայն փաստ, որովհետև հակառակ փաստերի բացակայությունը ինձ թույլ է տալիս արձանագրեմ որպես փաստ։ Մեկ խնդրում եմ, նայեք Լուիս Ներսոն ֆիլմը, ովքեր չեն տեսել, իմիջիալոց դրա երկրորդ մասն էլ արդեն պատրաստվում։ Ու ինձ ասեք, ում գիտեք, որ ինչ արել են, ով ավելի շատ ռիսկի դիմել, ով է իր հնարավորություններից մի քանի անգամ ավել մեջտեղից ճղվելով արել հայի ու Հայաստանի համար։ Կարևորը խոսքերը չեն, խոսալ բոլորը կարան, ում լսում ես տեխնացուներից, վայ, սա սենց պետք է արվի, նա նենց պետք է արվի, ես որ ելնեմ իշխանության էս կանեմ, ես են կանեմ, սենց կանեմ, նենց կանեմ, տեսեք ես իշխանություն չունեմ, չէ, բայց մի հատ նայեք ես 6-7 տարվա մեջ ինչեր եմ արել, Լույսի բանակը, մեր ջոկատները ինչեր են արել, այո, ունեցել ենք բաներ, որոնք ձախողվել են։ Դա էլ այն բաներն են, որտեղ պետք էր բոլորիդ աջակցությունը, բայց կար ոչ բավարար քանակությամբ ֆիզիկապես մեզ միացած աջակից, երբեմն էլ ֆինանսապես։ Մնացած ամեն ինչը արել ենք ու ի տարբերություն շատ-շատերի։ Եթե 50-50 չի, ապա այդ կեսից էլ ավել գրանցել ենք հաղթանակ։ Չեմ ուզում հիմա թվարկեմ, ամեն ինչ նշածս ֆիլմում կա։ Ու մի լսեք ինձ, ոչ մեկի մի լսեք, ով ինչ է ասում։ Նորից եմ ասում, ասել, բոլորը կարան այնքան բան ասեն, այնքանից շատ։ Ասենց են, որ ասեն, ասես ինչ լավ բաներ է ասում, բայց ինչ ունի արած, ոչ մի բան։ Կամ իր հնարավորությունների զուտ մի տոկոս է, այնքան որ սենց յանի տեսեք բան եմ արել։ Սրանք պետք է հաշվի առնեք, ուրիշ ոչ մի բան։ Որովհետև պատկերացրեք մարդ ով չունի իշխանություն ու անում է այն ինչի իշխանություն ունեցողները չեն արել ու հիմա էլ չեն անում։ Բա որ այդպես մարդը իշխանություն ունենա ինչեր կանի։ Բա այդ դեպքում բոլորիդ համար ինչքան ապահով ու լավ կլինի։ Ես ոչ մի բան չեմ առաջարկում, բացի ձեր անձնական սեփական ուղեղով վերլուծելուց։ Եթե ինչ-որ քվեարկություններ են գնում մարդկանց մեջ հաշվի առնելով իրանց հայտարարությունը, որ իրանք վարչապետի տեխնացու են, ես այդ վարչապետ բառը չսիրեցի։ Ես ընդհանրապես կարամ ասեմ, որ ես վաղուց եմ հռչակել ու հիմա նորից պնդում եմ, որ ես իմ տեխնացությունը ամբոստության ճանապարհով վաղուց դրել եմ, պնդում եմ ու պահելու եմ, որպես Հայաստան աշխարհի ղեկավար։ Ես վարչապետ բառ չեմ սիրում։ Այսօր պարլամենտական երկիր ենք, թող դա անվանեն վարչապետի տեխնացություն։ Իմ համար մեկը դա ոնց է կոչվում, ուղղակի ես չեմ սիրում այդ բառը, չսիրեցի։ Ես վարչապետ բառը կարամ սիրեմ, օրինակ նախագահական համակարգի ժամանակ։ Մի խոսքով ես խնդրանքս է, որպես ամփոփում ես այս ամեն ինչի։ Նախ ցանկանում եմ բոլոր քաղբանտարկյալներին ազատություն, որովհետև իմ երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։ Իմ երկրում պետք է դատվեն միայն հանցագործները, ոչ թե մարդիկ, ովքեր ունեն այլակարծություն, այլ դիրքորոշում կամ չափը չանցած ճիշտ խոսքի արտահայտում, դրա հնարավորությունից օգտվում ու
ասում են բաներ մարդիկ, որոնք այո դա խոսում է իրանց դիրքորոշման մասին, իրանց քաղաքական դիրքորոշման, մարդկային դրա համար մարդ դատելը դա կոչվում է ուղիղ քաղ բանտարկյալ։ Դրա համար ազատություն եմ մաղթում բոլոր քաղ բանտարկյալներին անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից ու ոչ միայն քաղ բանտարկյալներին, բոլորն կալանավորներին, ովքեր իրանց արածի դիմաց ստացել են մեծ պատիժներ, անհամեմատ մեծ, օրինակ մի բան ինչի համար կարելի էր դատապարտել 2 ամիս, դատել են 10 տարի։ Ու առավել եւս էլ չեմ ասում այսօր ունեցած մեր այն կալանավորները, ովքեր ճիշտ իմ նման նստած են նրա համար ինչը չեն արել։ Մաղթում եմ բոլորին ազատություն։ Տեսեք, հիմա ես մաղթում եմ այդ ազատությունը, բայց իրավասություն ունենալու դեպքում ես կազատեմ այդ մարդկանց։ Այ այս սրա համար է պետք պաշտոնը, ուրիշ ոչ մի բանի։ Ու շատ մարդիկ, սա էլ ասեմ, անցնենք մյուս թեմաներին, էլի։ Շատ մարդիկ, երբ որ ասում ես ձգտում եմ իշխանության, սա էլ է քաղաքականապես անկրթության նշան։ Գիտեք ինչ են ասում։ Դու էիր պակաս, հա դու էլ արի նստի թալանի, հա դու էլ արի նստի։ Այսինքն այս մարդիկ պաշտոն ու երկրի ղեկավար դիտարկում են, գիտեք ոնց, որ պարտադիր ինքը պետքա գա ու ուտի։ Ուրիշ ոչ մի բան երկրի համար անող չի։ Ու այս կարծրատիպով, այս մտքով էլ ընտրում են, թե իրանք ում են ուզում որ գա նստի ու ուտի։ Թող ինքը գա նստի ու ուտի։ Ինչի համար, որովհետև ինքը գալստուկով է, ինչի համար, որովհետև ինքը, չգիտեմ, լավ բամբասում է, ինչի համար, որովհետև ինքը լավ ծաղրի առարկա ու սա շարունակ։ Ես դա էլ եմ ուզում, որ ձեր մեջ փոխվի, որ հասկանաք դուք երկրի ղեկավարի պաշտոնը վստահում եք մարդու, ով պետքա ոչ թե գա ու ինքը լավ ապրի, իսկ դուք ոչ, այլ ինքը գիշեր ցերեկ չքնի, աշխատի, որովհետև այդ ազգի ու երկրի ամենապատասխանատու աշխատանքը հենց երկրի ղեկավարի աշխատանքն է։ Թագավորների դարերը անցել են, որ ինքը պարկում է, խաղողը ուտում է, ժողովուրդն էլ պետք է ճռա։ Ոչ, այսօր պետք է երկրի ղեկավարը աշխատի։ Ինքը չպետք է ժամանակ ունենա հեծանիվ քշելու, ես իմ ինչեր անելու, TikTok-ի ու բանի էջեր ունենալու։ Ինքը պետք է աշխատի։ Իսկ եթե ինքը չի աշխատում, ուրեմն ինքը ուղակի ձեր հաշվին լավ է ապրում, ուրիշ ոչ մի բան։ Ես երևի մի օր ավելի առանձնահատուկ ու ավելի մանրամասն այս թեմայի շուրջ կխոսամ, բայց ամեն դեպքում ինձ թվում է գոնե մի հոգու ես օգնեցի կողմնորոշվել ում ընտրել, ոնց ուսումնասիրել տվյալ իր ընտրած թեկնածուին։ Մի լսեք, ոչ մեկի, ինձ էլ մի լսեք, ոչ մեկի մի լսեք, նայեք, ուսումնասիրեք, գնացեք հետ, անցած տարի, նախ անցած տարի, 3 տարի առաջ, պատերազմի օրերին, լարված իրավիճակներին, արհավիրքների ժամանակ ով ինչա արել, նայեք մենակ արածին, բլա բլա բլա, բոլորն էլ խոսում են, մեկը սահմանադրությունն է լավ կարդում գալի ցույց տալի, որ ինքը լավ սահմանադրություն գիտի, հետո դա հուշում է, որ ինքը կարա իմ երկիրը սիրի, իմ ազգին սիրի, չէ, ինքը կարա սահմանադրություն գրողից լավ իմանա, բայց չսիրի ոչ երկիրը, ոչ ազգին։ Ինքը կարա ունենա քաղաքական անցյալ, ասել են մարդկանց համար, ովքեր հիմնվում են դրա վրա, որ դա պետք է։ Այսինքն պաշտոնավարման անցյալ։ Բայց ելնի սրիկա, չսիրի հային ու Հայաստանը։ Այս ամեն ինչը որ կշռադատեք, շատ հեշտ կգտնեք նրան, ով իրոք պետք է մեր երկրին։ Հիմա անցնենք Ալենի գործին։ Ես ասել եմ, որ Հայաստանից չէ, այլ Հայաստանից դուրս։ Սփյուռքի մեր Լույսի բանակի անդամներից դատարան են դիմել ընդեղի իրավաբաններով հայց իդեմ լրատվականի ու որպես պատասխան ուզել, թե այդ լրատվականը ոնց է մեր վարչապետին, մեր ազգային ժողովի նախագահին, մյուս պաշտոնյաներին մեղադրում նման սարսափելի տենց հոդվածի մեջ։ Բոլորը տեսել եք երևի այդ հոդվածը մանրակրկիտ մեր ալիքում ներկայացված է։ Եկել է պատասխան։ Սա ես կուզեմ Ալենը լսի անպայման, էլի։ Ալեն, ով
լրագրողին ինչ որ խոսքի համար կարա դատի տա մյուսին, այս հարցում դատի չի տալի, մենք ենք տվել։ Հիմա պատասխանը կընթերցեմ, որպեսզի համ Ալենը իմանա, համ ձեզ հայտնի լինի։ Պատասխանը թարգմանված է, որովհետև հայերեն չի եկել, որովհետև այդ դատարանը Հայաստանում չի, բայց ամեն դեպքում գործողը հայցը կա 30 օր ունենք։ Ուրեմն նայեք 30 օր ամսի քանիսից մի րոպե, ամսի 15-ից։ Դա գալիս է նոյեմբերի 15-ը։ Ինչև նոյեմբերի 15-ը Ալենը ժամանակ ունի, այսա կասեմ ինչի։ Մի խոսքով, նորից եմ ասում, սա թարգմանած է։ Այս նամակը մեզ ուղարկել է դրը, չգիտեմ, պետք է միստերներ կամ միսիե կամ չգիտեմ ինչ, Մարիո Ալբերտո Գոմես, դատարանից նամակ ուղարկողն է։ Ուրեմն բովանդակությունը սա է, Լույսի բանակ կազմակերպության TV4 Region Policy լրատվական կայքի առնչվող հրապարակի խոսքով այս թիվ գործ էս ինչ, ամսաթիվ էս ինչ, քաղաք էս ինչ, եւ բովանդակությունը։ Այս հանրապետության, ես չեմ ուզում երկրի անունը նշել, բայց Ալենին կասեմ, որովհետև Ալենը հիմա պետք է։ Դատարանը ուսումնասիրելով Լույսի բանակ կազմակերպության կողմից ներկայացված հայցադիմումը TV4 Region Policy լրատվական կայքի դեմ արձանագրում է, որ պատասխանող լրատվական կողմը ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, ստե ուշադիր Ալեն, ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը եւ հանդես է եկել որպես իրավական կերպով գրանցված լրատվական։ Մյատել կարդամ, այսինքն սա ոնց որ Ալենն էր ներկայացնում, ֆեյքեր են, SNN են, ֆեյք չի Ալեն, նորից կարդամ այստեղ ու շարունակեմ, որ պատասխանող լրատվական կողմը ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը եւ հանդես է եկել որպես իրավական կերպով գրանցված լրատվական, Ալեն ֆեյք չի, կարաս դատի տաս։ Այնուամենայնիվ հաշվի առնելով, որ վիճելի հրապարակման բովանդակության մեջ անմիջականորեն հիշատակվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, մյուս անունները ես կոնկրետ քո հետ եմ խոսում Ալեն։ Դատարանը գտնում է, որ գործի իրավական քննությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արկա լինի Ալեն Սիմոնյանի կողմից անձամբ ստորագրված գրավոր հայտարարություն, որով նա հաստատում է կամ հերքում է հոդվածում նշված տեղեկությունները, կամ Ալեն Սիմոնյանի կողմից տրված պաշտոնապես վավերացված լիազորագիր, որով լիազորված անձը կարող է ներկայացնել նրա իրավական դիրքորոշումը դատարանում, բա Մինչև նշված փաստաթղթերի ներկայացումը դատարանը չի կարող գործը ճանաչել որպես լիարժեք քննության ենթակա, հայցատուին տրամադրվում է 30 օրյա ժամկետ Ալեն Սիմոնյանի կողմից նշված փաստաթղթերից մեկը ներկայացնելու համար։ Հարգանքով ես ինչ հանրապետության, ես ինչ դատարանի քարտուղար Մարիո Ալբերտո Գոմես։ Ստորագրություն կնիկ Ռեպուբլիկա, Poder Judicial de la Nación։ Հիմա այսինքն ինչ է ստացվում, Ալենը պետքա մեր հայցատուին, ով դիմել է դատարան Ալենի փոխարեն, տա լիազորագիր 30 օրյա ժամկետում, իսկ այդ լիազորագիրը պետքա տա իմիջոցով։ Կամ ես կկապեմ, ես ամեն ինչ կանեմ, որ օգնենք Ալենին, որ այս հարցը լիարժեք բացահայտվի, պարզվի, պարզաբանվի։ Ոնց տեսնում եք, լրատվական կայքը ֆեյք չի, որովհետև դատարանին ներկայացրել է իր իրավական բոլոր թղթերը, որ ինքը հանդիսանում է ռեալ բան։ Ու ես չհասկացա այս գրածից դատարանն է ուզում, թե այդ լրատվականն է պահանջել, բայց ամեն դեպքում դատարանի որոշումը պատասխանը մեզ այն է, որ անհրաժեշտ է կամ Ալեն Սիմոնյանը ինքը իրանով դիմի դատարան, Ալենը կարա ստեղով էլ դիմի։
Կամ մեզ տալի ազորագիր ու ես վստահեցնում եմ, որ արտակարգ իրավաբաններ են զբաղվում ու ոչ մի խնդիր չի կարա լինի։ Նենց որ Ալեն, ունես 30 օր մինչև նոյեմբերի 15-ը ցույց տալու, որ դու իրոք արդարության հետևից, ճշմարտության հետևից գնացող ես, մանավանդ այն դեպքում, որ շոկային ու սարսափելի մեղադրանքով հանդես է եկել լրատվական ներկայացնելով տարբեր փաստեր, որոնք դու պետք է ապացուցես, որ փաստ չեն, կամ եթե ապացուցվում են, որ դրանք փաստեր են, դա նորից քո գործողությունների արդյունքն է։ Նենց որ 30 օր մեր հայցատուին տրված է, որպեսզի քեզանից վերցնենք լիազորագիր, կցենք գործին, շատ արագ, ընդեղ էլ թարգմանվի, քո ստորագրությունը, չգիտեմ, այդ պրոցեսները ոնց պետք է արվի, կամ դու պետք է ստեղից դիմես դատարան, կամ էլ լուր նստի, ոչ մի բան մի արա, մեր լրագրողներին դատի տուր, չգիտեմ, քո դեմ ուղակի բանավոր խոսք տենց էմոցիոնալ ու նյարդային մի բան ասողին դատի տուր, բայց սենց լուրջ մեղադրանքը անտեսի, դատի մի տուր, ու հույսը դիր, որ ժողովուրդը քեզ կհավատա։ Ես ավել ինչ ասեմ, ժողովուրդ, բոլորդ էլ գիտակից մարդիկ եք ու հասկանում եք։ Ես, տեսեք, ես այսքան ժամանակ ոչ մեկի դատի տված չկամ, բայց սենց բան ելներ, то դատի էլ կտամ, то չգիտեմ, տիրոջ մեջն էլ կլացացնեմ, բացի դատարանը մի բան էլ դատարանից դուրս։ Մանավանդ Ալենը, որ նես չի մի անգամա մեկին դատի տվել, տենց ինչ-որ բնավորություն ունի ու սենց հարցը անտեսի, ես չգիտեմ, ես 30 օրվա մեջ այդ լիազորագիրը մեզ կտա թե չէ, բայց եթե չտվեց, կամ ինքը մի բան չնախաձեռնեց ու հույսը դրեց իր այն մի ու եզակի ուղիղ եթերի վրա, որտեղ ասում է ժողովուրդ ջան, տես բան չկա ու վերջ, բայց եթե fake է, լավ, եթե տենց վստահ ես, որ չնայած հենա ապացույցները կա, ուզենաս, էդ էլ կասեմ, կփոխանցեմ ինչա ներկայացրել այդ լրատվականը, ամեն ինչ հիմա մերոնց ձեռքում է, ովքեր որ դիմել են դատարան։ Տամ ուսումնասիրի, նայի, տեսով է կարող է ուրիշ միջոց ես գտնում հանրային կերպով ապացուցելու, որ դրանք կեղծ լուրեր են եւ այլն։ Ամեն դեպքում այն 90%-ը գործի արված է։ Մի հատ լիազորագիր տուր, գործը շարունակվի։ Չես ուզում դու դիմի դատարան։ Եթե ոչ այն անես, ոչ այն անես, ոչ այն անես, ոչ մի բան չանես, բայց դրա հետ մեկտեղ էլ անդրադառնաս ու եթեր անես հատուկ այդ թեմայով ինչա բանավոր ասես սուտա, դուք ասեք, ժողովուրդ, սպասենք Ալենի արձագանքին 30 օրվա մեջ, թե ոնց, որոշողը Ալենն է, եթե ես լուր չստանամ, ես ոչ ման չեմ էլ ասի, եթե լուր ստացանք, որ մարդ ուզում է լիազորագիր տա, կամ ասում է դուք սպասեք, ես տեղից դատի եմ տալի, կամ ուզում է այդ լրատվականի տված պատասխանը, ես պատրաստ եմ, որովհետև սա այն հարցն է, որը պետք է պարզվի։ Մնացածը ժամանակի հետ, ամեն ինչ բոլորիս պարզ կլինի։ Սենց, հայր ջան, այսօրվա համար այսքանը, լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Telegram, Լույսի բանակի պաշտոնական և Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական և Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին և վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank և PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին և աջակիցներին։ Բարձրյալ նորմի յուրաքանչյուրիդ։